Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն նոյեմբերի 11-ն է։ Անկեղծ ասած 3 ժամանակ կար անելու նոր հաղորդում, բայց սպասում էի, որ Քոչարյանի այդ հարցազրույցից եւ Նիկոլ Փաշինյանի պատասխանից եւ ԿՊՀ-ականների պատասխանից բացի այլ թեմաներ եւս ունենայինք խոսելու։ Սպասեցի, ցավոք սրտի մեծ հաշվով ոչինչ չունեցանք։ Եվ հիմա առավոտ ստիպված եմ անելու եթեր սկսելու այս թեմաներից։ Ունենք հետաքրքիր խոսելու հարցեր, որոնք որ վերաբերում են միջազգային հարցերին, բայց Հայաստանի շուրջ այս հարցին ենք անդրադառնալու հիմնականում, գիտեմ հիմա շատերն են անդրադառնում, շատերն են սիրում, շատ սիրված թեմա է, շատ դիտվող թեմա է, շատ բլոգերների համար, փորձագետների համար, բայց դուք գիտեք, ինձ համար սա սիրված թեմա չէ։ Չնայած ունեմ ես իմ կարծիքը եւ հիմա կրկին ստիպված եմ ես իմ կարծիքը ասելու այս հարցի շուրջ։ Ինչպես արդեն տեղյակ եք, Քոչարյանը հերթական հարցազրույցն է տվել եւ ես դա կապում եմ պատերազմի ավարտի հերթական տարելիցի հետ։ Ես հարցազրույցը ամբողջությամբ չեմ նայել, այդքան ներվեր չունեմ, ֆրագմենտներ եմ դիտել եւ ուղղակի կրկին մեկ անգամ մեծ ցավ եմ ապրել, թե ինչ առաջնորդներ է ունեցել եւ կարող է նաեւ ունի Հայաստանի Հանրապետությունը, այսինքն այդպիսի առաջնորդները միշտ էլ եղել են մեր մեջ եւ ցավոք սրտի էլի կան մեր մեջ եւ դա եղել է դարերով եւ դա եղել է մեր ողբերգությունը, տարածքային կորուստների պատճառ, պետության կորուստի պատճառ եւ այլ երկրների տակ որպես վասալ, որպես հպատակ պետության գոյությունը։ Նրանց նմանների պատճառով է դա տեղի ունեցել։ Սա է իմ համոզումը ցավոք սրտի։ Ինչի համար մեծ ցավ եմ ապրում։ Տեսա այդ ֆրագմենտները եւ դիտեցի եւ փաստացի նրա խոսքերից դուրս է գալիս, որ ամեն ինչում մեղավոր է Հայաստանի Հանրապետությունը, ինչպես որ Ալիևն է մեղադրում Հայաստանի Հանրապետությանը, այդպես էլ մոտավորապես ինքն է մեղադրում Հայաստանի Հանրապետությանը, որ պատերազմ է սկսվել, դա Հայաստանի պատճառով է եղել, որ պարտություն ենք կարել, դա Հայաստանի պատճառով է եղել, որ սադրել ենք Ադրբեջանին, մենք ենք սադրել, դա էլի մեր պատճառով է եղել եւ մենք մեզ առաջարկել են իբր օգնության ձեռք, մենք հրաժարվել ենք, ռուսները փորձել են օգնել, բայց այնպես են կարել, որ այլևս մեզ չեն կարողացել օգնել։ Նույնիսկ մեկնաբանել չեմ ցանկանում, բայց ստիպված եմ մեկնաբանել մեկ անգամ եւս հիշեցնելու այն պարզ ճշմարտությունը, որ 44 օրվա պատերազմը ծրագրված էր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միասին, ընդհանուր համատեղ ծրագիր էր, դրան նաեւ մասնակցեց Իսրայելը, դրան մասնակցեց Պակիստանը եւ ահա մենք ունեցանք այնինչ ունեցանք, բայց այն հիմնական պետությունը, որը որ շարժիչ ուժ էր հանդիսանում Ադրբեջանի համար, դա առաջին հերթին ցավոք սրտի մեր դաշնակից Ռուսաստանն էր եւ երկրորդը դա Թուրքիան էր։ Եվ հետեւաբար Լավրովի պլանի իրագործումով այդտեղ որևիցե հնարավորություն չկար, որ Հայաստանը հաղթանակ տանի Ադրբեջանի նկատմամբ, որևիցե հնարավորություն եւ հաղթանակ անհնար էր այդ պայմաններում, եւ դա շատ լավ հասկանում է թե Քոչարյանը եւ թե Սերժ Սարգսյանը, քանի որ իրանք եւս լավ եւ խորապես ծանոթ էին, թե ինչ իրավիճակում էր գտնվում հայկական բանակը։ Այն, որ Փաշինյանը ասել է Արցախը Հայաստան է, վերջ ես հիշում եմ դա հեղափոխության օրերին էին այդ հայտարարությունները արվել, դա եւս նրա պատճառով էր, որ շատերը փորձում էին Փաշինյանին մեղադրել, որ ահա ինքը գալու է եւ հող է հանձնելու, հողերը հանձնելու է, եւ շրջանառության մեջ էին դրել այդ թեզը նույն շրջանակները։ Եվ Փաշինյանը ժողովրդի լեզվով ասած, ես չեմ սիրում այսպիսի բառեր օգտագործել, բայց ասեմ, կուտակերավ եւ նման հայտարարություն արեց եւ այդ հայտարարությունը բնականաբար շատ ավելի ձեռնտու էր Ռուսաստանին, Ադրբեջանին եւ Հայաստանի նախկին իշխանություններին, որը որ հիմա եւս նրա դեմ են օգտագործվում։ Առաջին հայացքից ինքը շատ հայրենասիրական արտահայտություն է անում, բայց ես համոզված եմ, որ ինքը չուզելով է այդ հայտարարությունը անում Փաշինյանը,
բայց ինքը ստիպված է անում այդ հայտարարությունը, քանի որ արդեն ասում էին, որ ինքը գալիս է հող հանձնելու, այսինքն արդեն իսկ ռուսական խաղը հստակ դրվել էր շրջանառության մեջ եւ ինքը ստիպված եղավ նման հայտարարություն անել, իրականում որը որ չպետք է աներ։ Էլի բազմաթիվ սխալներ են արվել այդ ժամանակ, հիմա չեմ ցանկանում խոսել այդ սխալների մասին, բայց այդ սխալները մեծ հաշվով որևիցե կապ չունեն Քոչարյանի հայտարարությունների հետ։ Կրկնեմ, Քոչարյանի հայտարարությունները եւ մեղադրանքները Հայաստանի հասցեին շատ են նման, գրեթե կրկնվում են այն ամենի հետ, ինչ ասում է Ադրբեջանը, եւ Ռուսաստանի Դաշնությունը որևիցե ձեռք օժանդակության ձեռք չեր մեկնի Հայաստանին։ Ինչ կապ ուներ օրինակի համար Արցախից հետո, երբ որ հարձակվեցին Հայաստանի վրա, Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ինչ կապ ուներ, թե Հայաստանը ճանաչել է, թե չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, ինչ կապ ուներ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, թե չէ, երբ որ հարձակվում էին Հայաստանի սուվերեն տարածքների վրա եւ գրավում էին Հայաստանի սուվերեն տարածքները, կամ քանի անգամ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի Դաշնության նախագահը, իրենց համար որոշների համար գլխավոր աստվածությունը հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջանի անբաժան մաս է։ Բազմաթիվ տեսանյութեր կան։ Կարող է այդ հայտարարություններից հետո Ռուսաստանը ինչ-որ մի բան աներ, թե հիմա, երբ որ Բայրամովը խոստովանում է շատ հստակ ասում է, որ իրենք զգուշացրել էին ռուսների հետ հաստատի պայմանավորվածություն կար եւ դրա համար խաղապահները ոչինչ չարեցին, դա եւս բավարար չէ։ Այստեղ այսպիսի մի շատ վատ խաղ է տեղի ունենում եւ այդ խաղը ես տեսել եմ հայոց պատմությունից, երբ որ օրինակի համար կային արաբական արշավանքները, մոնղոլ-թաթարական, հիմնականում արաբական արշավանքների ժամանակ Հայաստանում ինչպես էին որոշները փորձում իրենք ճղել եւ իրենց խորը հպատակությունը եւ այն, որ իրենք ավելի լավ են կարող տարայել նոր տերերին, եթե այդ նոր տերերը որոշեն ներկա իշխանություններին հեռացնել այդ կարգավիճակից եւ իրենց կարգել նշանակել այդ տեղում։ Ճիշտ է, Հայաստանը այդ ժամանակ կորցրել էր իր ինքնիշխանությունը եւ ուղակի տարածքների ղեկավարի համար էին այդ ներքին գզվերտոցները եւ օտարին հաճոյանալու խաղերը ընթանում, հիմա էլ դաստացի մենք ունենք գրեթե նույն իրավիճակը, որ Հայաստանը նոր փախրուն շատ մի քանի տարիների ընթացքում անկախություն ձեռք բերեց, ռեալ իրական փաստացի անկախություն ձեռք բերեց, հիմա արդեն որոշները առաջարկում են իրենց ցանկացած ձևով, դեռ ջախջախելով, անտեսելով ազգային ու պետական շահը, միայն թե իրենց ընտրեն որպես ղեկավար, որպես գուբերնատոր Հայաստանի Հանրապետության գլխին։ Եվ այդ պիսիները ցավոք սրտի օգտագործում են Զանգեզուրի միջանցք, բարակապակցությունը, հասկացողությունը եւ որովհետեւ խնդիր չեն տեսնում, որ այդ տարածքները տրվեն Ադրբեջանին ու Ռուսաստանին։ Փաստացի Փաշինյանն էլ արձագանքելով Քոչարյանի հայտարարությանը ասում է, որ սա մի մեծ թել էր, որով որ Հայաստանը կապված էր Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը անկախությունից էր դրանով զրկում Հայաստանի Հանրապետությանը, բավականին բաց է սկսել խոսել Փաշինյանը եւ հստակ ասեմ, որ Վլադիմիր Պուտինը, նույն Կիրիենկոն, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքով փորձում է հարվածել նաեւ Կատրին Ներսիսյանի ձեռքով փորձում է հարվածել Նիկոլ Փաշինյանին, իսկ Փաշինյանը հարվածելով նրանց պարզե որ իր հարվածը ուղղում է նաեւ Պուտինի ուղղությամբ։ Եվ այստեղ այս հայտարարությունների մեջ ես հստակ Փաշինյանի հայտարարությունների մեջ տեսնում եմ, որ ինքը ասում է, որ դա այն թելն էր, որով որ ավելի ամուր էին կապելու Հայաստանը, փաստացի զրկելու էին Հայաստանը ինքնիշխանությունից։ Եվ ասում է, որ բոլոր բանակցային գործընթացները այդ թոքը ավելի կարճացնելու ուղղվածություն, նպատակ ուներ եւ ճիշտ ասած հստակ համաձայն եմ Փաշինյանի այս ձևակերպումների հետ, ամենայն անկեղծությամբ էս ոչ Փաշինյանական եմ, ոչ Քոչարյանական կամ Սերժական կամ չգիտես ինչական
նույնիսկ մարդ զզվում է լինել ինչ որ մեկական մարդ ինչքան թույլ պետք է լինի, որ ինչ որ մեկական լինի, չունենա իր սեփական եսը եւ քաղաքականությունից խոսի։ Ճիշտ է, եթե թիմի անդամ չէ։ Ես միանշանակ ոչ Նիկոլական եմ, ոչ էլ որևիցեական եմ, ոչ էլ վաղը, եթե օրինակի համար ինչ որ մեկը Սիմոնը լինի, Պետրոսը լինի, Հայաստանի ղեկավար նրանցական կլինեմ։ Միշտ էլ փորձել եմ խոսել անկեղծ ու անկախ, ուղղակի հստակ խոստովանում եմ, որ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը մեծ մասամբ, ոչ լրիվ, բայց մեծ մասամբ ես համակրում եմ, քանի որ այն ինձ համար հասկանալի է։ Եվ ինչ անում է հիմա Ռոբերտ Քոչարյանը կամ ինչ անում է Սերժ Սարգսյանը, դա էլ է ինձ համար հասկանալի, բայց ընդունելի չէ միանշանակ։ Եվ Փաշինյանի այս հայտարարությունը ուղղակի տրամաբանորեն կարելի է հասկանալ։ Նա ասում է, որ հիմնական նպատակը կրկին այս կոնֆլիկտի ավարտին կրկին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ավելի ու ավելի փոքրացումն էր եւ վերջնական հաշվով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստն էր։ Հիմնական նպատակը այդ պատերազմի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստն էր։ Ու նա նաև պարզ ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կրկին առաջարկում են վերադառնալ նույն այդ սցենարին, իրոք դա է իրենց նպատակը, վերադառնալ նույն այդ սցենարին եւ ամենայն անկեղծությամբ կարծում եմ դա պարզ է նաև իրենց աջակիցներին, որպեսզի մենք միմյանց չխաբենք, ու Նիկոլը փաստացի ասում է այն, որ իրենց այդ լոզունգները փաստացի նույնն են, ինչ Լենինը, կուսակցությունը եւ Գորբաչովը։ Եվ մեծ հավանականությամբ այդ ամենը արվում է KGB-ի ուղեկցությամբ։ Փաստացի դա է ակնարկում, ասում Նիկոլ Փաշինյանը։ Ես խոսքերը ուղիղ չեմ ցիտում, բայց միտքը հստակ ցիտում եմ, ինչ ասել է Փաշինյանը, եւ սա իրոք մեծ ողբերգություն է, սիրելի հայրենակիցներ, որ այդպիսի մարդիկ կան Հայաստանում, ել չեմ ասում, որ նրանք ղեկավար են եղել եւ ցանկանում են կրկին ղեկավար դառնալ Հայաստանի գլխին։ Սա իրոք մեծ ցավ է։ Ու նրանց նայելով կրկին ասեմ, ես տեսնում եմ մեր անցյալը պատմության անցած ուղին հազարամյակներով եւ հասկանում եմ, թե ինչու մենք ունեցել ենք պետության կորուստ, ինչու մենք ունեցել ենք բազմաթիվ դավաճաններ, վասակներ, մերուժաններ, ճիշտ է, թե վասակները եւ մերուժանները հաջողության հասած լինեին, կարող է եւ նրանք հիմա հերոս լինեին պատմության մեջ, բայց փաստ է, որ վերլուծում ես, միշտ էլ այդպիսի ուժերը ցանկացել են օտարին բերել Հայաստանի գլխին, կարգել որպես առաջնորդ եւ ղեկավար։ Եվ միշտ էլ այդ պատերազմը Հայաստանում եղել է օտար պետությունների շահերը առաջ տանելու համար։ Նախկինում եթե Բյուզանդիան էր եւ Պարսկաստանը, հիմա կարող է լինել Արևմուտքը եւ Ռուսաստանը։ Ու այս ֆոնին Զախարովանը երեք հայտարարություն արել, ասում է, որ Ռուսաստանը եղել է եւ մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը, Մոսկվան անհապաղ օգնում է եղբայրական ժողովրդին, ու նա ասում է, որ պատրաստ են քննարկել հնարավոր մտահոգությունները տեղեկատվական միջավայրը շտկելու նպատակով, խոսում է տեղեկատվական հիբրիդային պատերազմների, ճիշտ է, երկում է այդ ամենը, ասում է, որ Ռուսաստանը նման ոչինչ չի անում Հայաստանի նկատմամբ, բայց պատրաստ են նրանք քննարկել։ Սա էլ ձեռքի հետ նշանակում է մեկ բան, որ եթե իրենք սկսեն հասնել որոշ անհաջողությունների այս տեղեկատվական պատերազմի մեջ Հայաստանի նկատմամբ, ապա պատրաստ են սկսել միանգամից առևտուր Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի եթե չհասնեն ամբողջովին իրենց ուզածին, ապա հասնեն գոնե մասամբ իրենց ցանկություններին։ Ես ամենայն դեպս սա այսպես եմ տեսնում։ Դա չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները վաղը պետք է վազեն եւ համաձայնվեն Զախարովայի այս առաջարկին, բայց կարծես թե այդպիսի առաջարկ է անում Զախարովան։ Եվ սա ուղղակի համընկում չէ Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունից հետո, բայց հետաքրքիր այն է, որ Փաշինյանը պատրաստվում է մինչև տարեվերջ շատ հետաքրքիր
փաստաթղթեր հրապարակել բանակցությունների վերաբերյալ, իրոք շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ով ինչ է բանակցել, բայց նախորդ ասեմ, որ մոտավորապես ինձ համար ամեն ինչ շատ պարզ է, թե ինչ կմենք վաղը տեսնենք այդ փաստաթղթերի մեջ, կրկին մեծ հիասթափություն եւ մեծ զզվանք է առաջացնելու այդ հրապարակումը, քանի որ այդ փաստերից մեկ անգամ եւս Հայաստանի հասարակությունը համոզվելու է, թե ովքեր են ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը երկար տարիներ։ Եկեղեցու շուրջ տեղի ունեցողը, կարծում եմ, դեռ շատ երկար շարունակություն կունենա, շատ երկար ասելով չեմ կարող ասել կոնկրետ շաբաթներ թե ամիսներ, բայց դեռ շարունակություն կունենա միանշանակ, եւ Փաշինյանը ասում է, որ հաջորդ կիրակի նոյեմբերի 16-ին Վայոց ձորի Խաչիկ գյուղում Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Տեր Հովհաննես քահանայի ձեռամբ մատուցվող պատարագին։ Հերթով Փաշինյանը փաստացի մասնակցում է տարբեր եկեղեցիներում տարբեր պատարագների, կարելի է դա նաև եկեղեցու ազատագրման սիմվոլ կամ ակտ համարել, եկեղեցիները հերթով պատարագից հետո կարծես թե ազատագրվում են, վերադարձվում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնին իրականում, այսինքն ոչ թե նրանց, ովքեր որ բռնագրավել են Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ հանդես են գալիս որպես եկեղեցու տերեր եւ հոգեվորականներ, այլ վերադառնում է եկեղեցին հայ ժողովրդին։ Սիրելի հայրենակիցներ, իրոք պետականության կայացման գործում չափազանց կարևոր է, որ մեր առաքելական եկեղեցին, Սուրբ Հայ առաքելական եկեղեցին պետության կողքին լինի, պետության շահերը սպասարկի եւ ոչ թե այն ուժերի եւ երկրների, որոնք որ հակապետական կարծիքներ ունեն եւ հակապետական ցանկություններ ունեն, որոնք որ ցանկանում են, որ Հայաստանը չլինի անկախ պետություն եւ դառնա օտարի գուբերնիա։ Ուղղակի 21-րդ դարում շատ խորամանկ է արվում ամեն ինչ, եթե նախկինում հնարավոր էր բաց տեքստով ասել ամեն ինչ, ապա հիմա այդ ամենը թաքուն է արվում, որպեսզի շատերը չհասկանան, թե իրականում ինչ նպատակներ են հետապնդում այդ մարդիկ, այդ մի խումբ մարդիկ, լինեն նրանք վեղարով, թե փողկապով։ Հիմա սիրելի հայրենակիցներ, առաջարկում եմ անցնել նաև միջազգային հարցերի քննարկմանը։ Բելգիայի ատոմակայանի վրա նկատվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր, որը մեծ մտահոգություններ է ստեղծում Բելգիայի իշխանությունների համար։ Պարզ է, որ այս կոնֆլիկտի ընթացքում Ռուսաստան, Արևմուտք, Եվրամիություն, Ռուսաստան այդպիսի փաստերը շատացել են, ՆԱՏՕ-ն ավելի համարձակ է սկսել խոսել, արտահայտվել, եւ բոլորը արդեն սկսել են պատրաստվել, կարծես ապագայում Ռուսաստանի հետ կոնֆլիկտին, բայց ուղղակի սարսափում եմ, երբ որ փորձում եմ պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենա։ Բայց շատ բացեբաց են սկսել բոլորը խոսել, օրինակի համար նույն Գերմանիայում հիմա սկսել են պատրաստվել հնարավոր պատերազմին Ռուսաստանի հետ եւ ասում են, որ բժշկական անձնակազմ բավարար չէ, իրանք պետք է ամեն ինչ վերանայեն, բժշկական մատակարարումների խնդիր կա, անձնակազմի խնդիր կա, եթե պատերազմ լինի, քանի որ եթե պատերազմ սկսվի, ապա օրեկան կարող է 1000 վիրավորներ ունենա միայն Գերմանիան, իսկ դա շատ մեծ թիվ է եւ կարող է բժիշկները չհասցնեն, դրա համար հիմա սկսելու են արդեն ուսանողներին պատրաստել եւ սովորեցնել բժշկական գործին, որպեսզի առաջին օգնությունը կարողանան տրամադրել ուսանողները եւ նաեւ նկուղներում պատրաստում են ամեն հարմարությունները ստեղծել, որպեսզի եթե պատերազմ լինի, կարողանան ինչ-որ չափով վիրավորներին սպասարկել։ Ես սարսափում եմ կրկնեմ այսպիսի լուրերից, քննարկումներից, քանի որ հասկանում եմ, որ շատ ահավոր ծանր իրավիճակ կարող է լինել եւ այն էլ հիմա, երբ որ ատոմային զենք գոյություն ունի։ Անկեղծ ասած, միայն ատոմային զենքն է, որ մտահոգություններ է առաջացնում, թե չէ շատ պարզ է, որ Ռուսաստանը ոչ մի այլ ռեսուրս չունի պատերազմելու ՆԱՏՕ-ի երկրների դեմ, կրկնեմ, ոչ մի այլ ռեսուրս։ Հնարավոր է անօդաչու թռչող սարքերով, ինչ-որ չափով հրթիռներով, այդ դա շատ երկար չի լինի, զինվորականներ միանշանակ չունի,
նման հնարավորություններ, որպեսզի մարդուժի միջոցով, որպեսզի զինվորների միջոցով ինչ-որ հարց լուծի, մնում է միայն ատոմային ռումբը, իսկ ատոմային ռումբի օգտագործման պարագայում չեմ հասկանում եւ չեմ պատկերացնում, թե ինչ վիրավորների մասին կարող է խոսք լինել։ Եվ ահա այս տանր ֆոնի վրա Պեսկովը կրկին հայտարարել է, որ ուկրաինական կռիվը, պատերազմը Ուկրաինայի շուրջ կավարտվի այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը հասնի իր նպատակներին։ Լավրովն է կրկին հայտնվել, մի ժամանակ ասում էին, որ Լավրովը կորել է, նրան հանել են աշխատանքից, ես չէի հավատում այդ լուրերին, դրա համար չէի քննարկում մեր եթերում այդ հարցը, եւ Լավրովն էլ նախապայմաններ է դնում փաստացի ամերիկյան կողմի հետ հանդիպման համար, ասում է, որ Մարկո Ռուբիոյի հետ կհանդիպեն միայն այն ժամանակ, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ լինի հաշվի առնել նաեւ Ռուսաստանի շահը եւ կարծիքը։ Մերձավոր Արևելքում էլ բավականին լարված է։ Երեք տեղեկություններ կային, որ Իսրայելը տանկեր է սկսել տեղակայել Լիբանանի հետ սահմանին եւ կարող է ցամաքային գործողություն եւ նոր պատերազմ սկսվել, եթե ստացվի օրվա ընթացքում կամ այս մի քանի օրերի ընթացքում անպայման կկապվենք Իսրայելում մեր գործընկեր Արտեմ Չեռնոմորյանի հետ եւ կհասկանանք, թե ինչ է հիմա տեղի ունենում, ինչ իրավիճակի, արդյոք սпасել նոր պատերազմի։ Գիտեք, որ նաեւ Ալ-Շարան է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դա Սիրիայի ներկայիս փաստացի առաջնորդն է, նա Ջաբհաթ ան-Նուսրայի եւ այլ տերորիստական խմբավորումների ղեկավարներից մեկն է եղել, ում գլխի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները խոստանում էր $10 միլիոն, իսկ երեք կադրեր են տարածվում, թե ինչպես Ալ-Շարան Ամերիկայի Միացյալ Նահանգներում բասկետբոլ է խաղում Ամերիկայի Միացյալ Նահանգների գեներալների հետ, կոնկրետ այն բարձրաստիճան գեներալների հետ, ովքեր որ պատերազմ էին մղում Իրաքում, Սիրիայում եւ Մերձավոր Արևելքում շատ ակտիվ էին եւ կոնկրետ իր գլխի համար որս էին սկսել նրանց հետ բասկետբոլ էր խաղում փաստացի Ալ-Շարան եւ դրանից հետո ձեռքսեղմումներ ունենում ու մեկնեց այդտեղից նա Սպիտակ տուն հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ։ Դոնալդ Թրամփի հիմնական նպատակը Իսրայելի ապահովությունն է, անվտանգությունն է ու բանակցությունները հիմնականում դրան էին միտված։ Խոսք կա նրան մասին, որ առաջարկություն կա, որ սիրիական զորքերը ավելի հետ քաշվեն Իսրայելին մոտ որևիցե ծանր տեխնիկա չտեղակայեն, Իսրայելն էլ մասամբ կարող է հետ գնալ օկուպացված տարածքներից Սիրիայի բացի ամենաբարձր այն բարձունքների ստրատեգիական, որոնք որ շատ կարևոր են իր համար, նաև նույնիսկ խոսք կա այն մասին, որ կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ որ զորք տեղակայեն Սիրիայում, Սիրիայի իշխանությունների համաձայնությամբ կոնկրետ խաղապահ զորքի նման ինչ որ զորք է լինելու այդ զորքը, որը կվերահսկի խաղաղությունը Իսրայելի եւ Սիրիայի միջև։ Այսքան է սիրելի հայրենակիցներ, այս պահի դրությամբ հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։